Խաղաղությունը համազգային օրակարգ է, դա չի կարող մի քաղաքական ուժի բեռ լինել։ Դրա ընթացքը ուղիղ կապ ունի, ճիշտ եմ հասկանում, 26 թվականի ընտրությունների արդյունքների հետ շարունակականությունը։ Մենք այն հարցերը, որոնք վերաբերում են մեր պետության կենսունակությանը, դիմակայունությանը, խաղաղությանը, մեր պետության լինել չլինելուն, որտեվ ըստ էության բաց տեքստով մարդիկ հակադրում են օգոստոսի 8-ին նոյեմբերի 9-ը։ Մինչդեռ օգոստոսի 8-ը Հայաստանի մասին է, նոյեմբերի 9-ը Հայաստանի չեղարկման մասին է։ Ընդհանրապես այն քաղաքական սուբյեկտները պարոն Բաբաջանյան ասում են, որ նա ավելի լավ փաստաթուղթ էր եւ պետք էր այդ ճանապարհը տալ, բայց կունենայինք Ղարաբաղ։ Դե ասում են նաև 29000-ի մեջ սահմանափակվել է, ճիշտ չէ։ Ավելին ասում են, որ մենք տարածքային նկրտումներ միշտ պիտի ունենանք, ուրեմն Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից։ Դուք պատկերացնում եք, մենք ինչ պատուհասի իշխանություն ենք հանդուրժել Հայաստանում, որը չի սահմանափակվում լեգիտիմ այն տարածքով, որը 91 թվականին պարտավորությամբ ԱՊՀ երկրների շրջանակում ուրեմն ստորագրվել է Ալմաթիում եւ այդպիսի նկրտում ունեցող ուրեմն քաղաքական գաղափարախոսությունը, որը վստահ եմ, որ առաջիկայում նաեւ դրվելու է ընտրության առաջ, ուղղակի ես կարծում եմ, որ հասկանալով դրա աղետալի հետևանքները պիտի արգելվի։